ասում ենք, որ շնորհակալ ենք քեզնից ամեն բանի համար, որ դու արել ես մեզ համար։ Հայտնություն 5-րդ գլխի 11 խոսքից ասում է. Եվ տեսա և շատ հրեշտակների ձայն լսեցի, աթոռի և 4 կենդանիների և երեցների 4 կողմովը, և նրանց համարն էր բյուրերի բյուրեր և հազարների հազարներ, որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթված գառն առնելու և զորություն և հարստություն, և իմաստություն և կարողություն, և պատիվ և փառք և օրհնություն, և ամեն ստեղծված, որ երկնքում երկրի վրա է, և երկրի տակ և ծովում, և նրանք ամենը նրա մեջ են, լսեցին, որ ասում էին.
աթոռի վրա նստողին եւ գառին լինի օրհնություն եւ փառք եւ կարողություն Հավիտյանս Հավիտենից։ Եվ 4 կենդանիներն ասում էին. ամեն, եւ 4 կերեսներն ընկան եւ երկրպագություն արին, որ կենդանի է Հավիտյանս Հավիտենից։ Տեր, մենք միանում ենք նրանց։ Մենք միանում ենք բոլոր ժամանակներին, բոլոր նրանց, ովքեր խոնարհվել են քո առջև։ Մենք գալիս ենք քո առաջ, մեր ամբողջ սրտով եւ տալիս ենք քեզ մեր սրտի խորքում եղած ամենամեծ եւ մաքուր սերը։ Տեր, մենք խոնարհվում ենք քո առջև եւ ուզում ենք մեր ձայները բարձրացնելու երգել քեզ, որ դու արժանի ես առնելու ամեն փառքի եւ պատվի։ Մենք սիրում ենք քո ներկայությունը։ Մենք ապահով ենք Տեր քո ներկայության մեջ։ Մենք լիարժեք ենք Տեր եւ մեր բոլոր կարիքները լրացնում է քո ներկայությունը։ Թույլ տուր Հավիտյան ապրենք դրա մեջ Տեր։ Հալելույա։ Իմ խաչը դու արա, որ ես ապրեմ քո շնորհացիրով ազատ հոգով եւ կյանքն իմ քոնն է Տեր, ես կերգեմ բարությունդ հավետ է Տեր։ Իմ խաչը դու առար, իմ խաչը դու առար, որ ես ապրեմ քո շնորհացիրով ազատ հոգով, կյանքս քոն է Տեր, եւ կյանքն իմ քոն է Տեր, ես կերգեմ բարությունդ հավետ է Տեր, արժանի ես դու։ Ձայնդ բարձրացու երգի, փառքերին միայն, արժանի ես դու, արժանի ես դու, Հիսուս, փառքերին միայն, արժանի ես դու, արժանի ես դու, Հիսուս, փառքերին միայն, արժանի ես դու, արժանի ես դու, Հիսուս, փառքերին միայն, արժանի ես դու։ It was my cross you bore, so I could live in the freedom you died for. And now my life is yours, so I could live in the freedom you died for. It was my cross you bore, so I could live in the freedom you died for. And now my life is yours,
Jesus, you deserve the praise. Worthy is your name. Worthy is your name. Jesus, you deserve the praise. Worthy is your name. Շնորհակալ ենք քո ներկայության համար։ Տար մեզ խորքերը Տեր քո ներկայությանը։ Տայր այնտեղ, որտեղ դեռ երբևէ չենք եղել։ Խնդրում ենք Տեր, որ քո թանձր ներկայությամբ գաս եւ հպվես մեզ։ Եվ փոխես ամեն բան, ինչը քեզ հաճելի չի։ Մենք երկրպագում ենք քեզ։ Եվ մեր սրտի միակ փափագն է քեզ հաճելի լինել Տեր, քեզ նմանվել։ Քո անունը բարձր բայել Տեր մեր կյանքում, մեր առօրյայում։ Մեր փափագը դու ես Տեր, որովհետև գիտենք, որ դու կարող ես մեզ տալ այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք։ Միայն եւ միայն դու Տեր։ Դրա համար երգում ենք, որ դու ես մեր սրտի փափագը։ Սրտիս միակ փափագն է մեծարել քեզ Տեր եւ ողջ սրտով Աստվածին օրհնում եմ քեզ։ Իմ ողջ ներաշխարհն օրհնում է քեզ։ Իմ ողջ ներաշխարհը տալիս է օրհնություն քեզ։ Միակ սերս, միակ դու ես Տեր, անձս քեզ եմ տալիս, կյանքս քեզ եմ տալիս, և քեզ հանձնվում, և քեզ համար ապրում, և ամեն մի քայլում քեզ հետև լինել ուզում։ Թող կյանքդ լինի Տեր, թող կյանքդ լինի ամեն բան, քեզ եմ տալիս, կյանքս քեզ եմ տալիս, և քեզ հանձնվում, քեզ համար ապրում, և քեզ համար ապրում, և ամեն մի քայլում քեզ հետև լինել ուզում։ Թող կյանքդ լինի ամեն բան,
ծերում, շնորհակալ ենք քո ներկայության համար։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, քո սուրբ անվան համար Աստված իմ, շնորհակալ ենք այս պաշտամունքի համար, թող ամեն մի երկ, ամեն մի գեղեցիկ բառերը քեզ ընդունել լինեն Հիսուսի անունով Տերին, փառք ու պատիվ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Կարող եք նստել, Աստծո ժողովուրդ, Տերը ձեզ օրհնի շատ։ Փառք Հիսուսին մեր երգչախմբի համար, որ առաջնորդում են, Տերը օրհնի ամեն մեկիդ։ Մենք միշտ ժամանակ ենք հատկացնում Տիրոջը նվերներ մատուցելու Աստծո ժողովուրդ, սա Աստծո խոսքն է, որ գրված է, որ երբ որ Տիրոջ տուն եք գնում, ձեռքները դատարկ մի գնացեք, կամ մի ուրիշ տեղ ասում է, իմ առջև դատարկա ձեռն չերևակ։ Դրա համար մենք որպես քրիստոնյաներ, որպես Աստծո ժողովուրդ, ամեն մեկը ինչ որ նվերով գալիս է Տիրոջ առաջ, փառք Հիսուսին դրա համար։ Սա օրհնություն է մեզ համար, որ Աստված դուռ է բացել, որ կարող ենք մենք էլ ինչ որ մի փոքր բանի մեջ Աստծուն օրհնել։ Տերը օրհնի ձեզ։ Ձեր ամեն մի նվերները Աստծո ժողովուրդ գնում է Տիրոջ տուն, գնում է Տիրոջը ծառայության, ավետարանչության, Աստծո խոսքի մարդկանց բարձրացնելու, մարդկանց ավետարանի խոսքը հասցնելու համար։ Հենց որ դուք էլ ամեն մեկդ ձեր մասնակցությունով իմացեք, որ երկնքում վարձք եք դիզում։ Մի փոքր կուզեմ ժողովողից համար կարդամ, ժողովը նով է ճանաչում, նույն ինքը Սողոմոն թագավորը, իր առակների մեջ այս ձև ասում, 6-րդ գլուխ, առաջից 2-րդ համարները։ Արևի տակ տեսա, թե չարիք կա, և նա մարդկանց մեջ շատ կգտնվի, հետաքրքիր բան է նկատի, արևի տակ մի չարիք կա, և սա մարդկանց մեջ շատ է գտնվում, և որն է սա։ Մարդ, որին Աստված հարստություն ու ստացվածք և փառք կտա։ Իր հոգի ցանկացած որևէ բանից պակասություն չի ունենա։ Բայց հիմա ցավը սա է։ Աստված նրան իշխանություն չի տալիս նրանից ուտելու։ Հապա նա օտար մարդ կուտե։ Այս էլ ունայնություն ու գեշ ցավ է։ Մի ցավ կա, տարօրինակ ցավ, որ շատ է գտնվում մարդկանց մոտ, մարդիկ, ովքեր որ Աստծուց հարստություն են ստանում, փառք, մեծություն, անուն են ձեռք բերում, իրենց սրտի ամեն ցանկությունը կարող են կատարել այս երկրի վրա, բայց ցավը նա է, որ Աստված մի ժամանակ է գալ, որ թույլ չի տալի ինքը իր ունեցվածքը վայելի, ուտի, հապա ասում է մեկ ուրիշն է ուտում։ Սա իրականից շատ մեծ ցավ է, մարդը տանջվի եւ աշխատի, տառապի եւ մեկ ուրիշ ուտի։ Մեկ ուրիշ տեղ կկարդամ։ Հիսուսը Ղուկաս ավետարանի մեջ խոսում է նույն բանի մասին, մի առակ է պատմում։ Ասում է մի մարդու արտերը առատ բերքեր տվեցին։ Լիքը առատություն, եւ այս մարդը մտածեց ինչ անեմ, տեղ չունեմ, այս ամենը պահեմ, ամբարներս քանդեմ, ավելի մեծը սարքեմ ու ժողովեմ ու ասեմ, կեր խմի քեֆ արա շարունակ, չէ՞։ Իմ անձիս ասեմ, կեր խմի էսա աշխարհը։ Եվ ասում է, հենց այս գիշեր Աստծո հրեշտակը կամ Աստված երևաց եւ ասեց, անմիտ այն ինչ որ հավաքել ես, ում ամնալու, որովհետեւ այս գիշեր քո հոգիդ քեզանից կառնեմ։ Այս մարդը այդքան չարչարվեց, այդքան տառապեց, ամբարները քանդեց, մեծացրեց, լցրեց եւ մտածեց, որ էլ չի աշխատի, որ բոլոր մարդկանց երազանքն է, չաշխատենք, բայց ուտենք։ Բայց ցավոք Աստված ասեց, այս գիշեր քո ժամանակը եկել է։ Մա մտածի, այդ ում ես կտակելու։ Եվ ասում է, այսպես է այն մարդկանց, որոնք ասում է, իրենց անձի համար գանձ կդիզեն, բայց Աստծմով չեն հարստանա։ Ինչն է այս մարդկանց խնդրեմը, ինչն է այս մարդկանց խնդիրը, որ Աստված թույլ չտվեց վայելելու։ Եվ խնդիրը նրա մեջ է, որ այս մարդիկ Աստծուն բաժին չհանեցին, իրենց ունեցվածքը Աստծո հետ չկիսեցին այստեղ, իրենց հացը Աստծո հետ չկիսեցին, ագահությունը իրենց կործանեց Աստծո ժողովուրդ։ Եվ այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ ինչ-որ մեջ, որ Աստված մեզ օրհնում է, մենք որպես քրիստոնյաներ պետք է Աստծո հետ Աստծուն մասնակից անենք դրա մեջ։
պետք է Աստծուն բաժին հանես, ինչ չափով որ կա դու որոշի, ամեն մարդ թող իր հավատքի չափով որոշի, ինչ չափով Աստծուն կօրհնի, բայց անպայման օրհնեցեք Աստծո ժողովուրդ, որովհետև գիտեք, երբ որ չօրհնեցինք, այս մարդկանց օրինակը մեզ համար հերիք է, բայց կա լավ օրինակներ, օրինակ Աբրահամը որդի չուներ, հարուստ մարդ էր, որդի չուներ, բայց ժամանակ եկավ իր հացը հրեշտակների հետ կիսեց եւ ինչ եղավ, հրեշտակը երբ որ հացը կերան, կշտացան, կայնեցին եւ օրհնեցին Աբրահամին, ասին եկող տարի որդի կունենաս, 25 տարի սպասել էր։ Նույնը Զաքեոսը, այն կարճ մարդը, որ ծառի վրա էր փափագում էր Հիսուսին, տենա հարուստ մարդ էր, մաքսապետ մարդ էր, երբ որ Հիսուսի հետ հաց կերավ Հիսուսին իր տուն հրավիրեց, իր ֆինանսը հանեց, բաժանեց աղքատներին, գիտեք, գիրքն ասում է, որ աղքատներին տվողը Տիրոջն է տալիս, եւ Աստված ինքն է հատուցում աղքատների փոխարեն։ Ուրեմն տեսնում ենք, որ եւ շարունակություն ասում է, եւ այս մարդու տանը փրկություն եղավ, այսինքն ինչ որ մի հետաքրքիր կապ կա մարդու ֆինանսների կամ մարդու աշխատանքը Աստծո հետ բաժնեկցելու եւ Աստծոց օրհնություն գալու մեջ Աստծո ժողովուրդ։ Փառք Հիսուսին։ Ուրեմն այն Աստված ընդունում է այն զոհը, որ մարդը ինքը օրինակ կանայք լավ կհասկանան, երբ որ ուտելու լավ բան են սարքում, չէ, ճաշ կամ համով բան են սարքում, անպայման ուզում են, որ այն ով որ ուտում է գնահատական տա, այդպես է, թե չէ։ Լավներ, համով էր, չէ, սենց եւ երբ որ ուտում ես ինքն իրան լավ ազգամ, օրհնված ազգամ։ Նույնն էլ Աստված է ուզում ձեզ օրհնի, երբ որ դուք ձեր չարչարան կամ ձեր աշխատանքից Աստծուն բաժին եք հանում։ Հեշտ է մի ուրիշ տեղից վերցնել եւ տալ, չգիտեմ սրա մեջ օրհնություն կա թե չէ։ Մի տենց հետարքիր դեպք եղավ մի անգամ, ես պատմեմ ու ախոթենք եւ կմասնակցենք։ Մի անգամ եկեղեցում նստած, կողքս մի շատ սիրելի անձնավորություն, ինձ հարազատ լավ մարդ, Աստծո ծառա, մի օր ասեց ձեռիդ գումար կա, ասի հա, ասեց դուր։ Տվեցի, տարավ գցեց հանգանակության արկղը։ Ու ես եմ մտածում եմ իմ մեջ, Աստված ջան, ասում եմ, տենաս համի երկնքը իմ հաշվին գնաց այս փողը, թե իրա հա։ Նենց որ Աստծո ժողովուրդ, չգիտեմ ում հաշվին գնաց, բայց Աստված սիրում է, երբ որ դու ջանք ես դրել, ստեղծել ես, չարչարվել ես եւ այդ քո չարչանքից Աստծուն բաժին ես տալի։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Ինչ որ Աստծո համար պատրաստել եք, սրտանց արեք եւ ուրախությունով արեք։ Եթե հյուրաբար եք, ազատ եղեք, պարտավորված մի զգացեք, մենք ունենք արկղներ, ունենք ծրարներ, կարող եք աղոթքից հետո մոտենալ եւ ձեր մասնակցությունը բերել։ Տերը օրհնի ձեզ։ Հիմա աղոթենք, Տեր իմ շնորհակալ ենք Հիսուսի անունով։ Քեզ փառք ենք տալի Տեր ամեն մեկի համար։ Ինչ որ ունեն Տեր, որ ամենքս պատրաստել ենք մեր սրտի մեջ քեզ նվեր բերելու Տերիմ։ Գիտենք մեր բերածը շատ փոքր բան է քո արասների դիմաց Տերիմ, բայց ընդունիր ամեն մեկի նվերը Տերիմ Աստվածս։ Շնորհակալ ենք։ Թող ամեն մի ձեռք աշխատող ձեռք օրհնված լինի Տերիմ։ Թող ամեն մի ընտանիք օրհնված լինի եւ այն ինչ որ գիտենք որ դու հազարապատիկը օրհնում ես Տերին, փրկությունով, փորձություններից ազատելով եւ տարբեր ձևերով Տերին։ Շնորհակալ ենք այն ինչ որ արել ես մինչեւ հիմա, շնորհակալ ենք որ ընդունել ես ամեն մեկից նվերները Տեր։ Թող քո անունդ փառավորվի ամեն բանի մեջ Հիսուսի անունով։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Եկեք ամբողջացնենք երկրպագությունը, մեր ձեռքերը տարածենք միասին։ Օրհնենք Տիրոջ անունը, Տեր շնորհակալ ենք ամեն բանի համար, շնորհակալ ենք այս հրաշալի ժամերի համար, որ տվել ես մեզ ապրել քո ներկայության մեջ։ Շնորհակալ ենք, որ քո սուրբ ներկայությունը այստեղ է։ Շնորհակալ ենք, որ դու մեզ գնել ես եւ աշխարհից մեզ փրկել ես սատանայի թագավորությունից, սիրելի հոր թագավորություն ես բերել եւ մենք շնորհակալ ենք քեզ։ Սրտանց փառք ենք տալիս քեզ, բարձրացնում ենք քեզ, օրհնում ենք անունդ, քո սուրբ անունը բարձր ենք անում ամեն անունից վեր եւ հայտարարում ենք, որ դու մեր Տերն ես, որ դու մեր փրկիչն ես, որ դու մեր Աստվածն ես, մեր բժիշկն ես, դու ամենն ես ամեն բանի մեջ, այն ամեն ինչի կարիքը որ մենք ունենք, դու հոգատար Աստվածն ես մեր եւ մենք սրտանց շնորհակալ ենք քեզ։ Օրհնյալ լինի անունդ,
Հայր աղոթում եմ ընդունիր այս զոհերը, նվերները, ընդունիր այս ընծաները եւ այս սրտի ձայները, որ ուղված են քեզ։ Թող այս օրհնությունը հասնի քո փառքի աթոռին եւ քո անունը բարձրանա այդտեղ, Տեր։ Թող հրեշտակները տեսնեն, որ երկրի վրա կան մարդիկ, որոնք շարունակ երկրպագում են թագավորին։ Թող այս ձայնը սրտից հասնի դեպի քո գահը եւ մենք սրտանց փառք ենք տալիս քեզ։ Օրհնում եւ մեծարում ենք անունդ, Հայր, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով եւ Աստծո ժողովուրդը բարձր ավելի համարձակ ասեն ամեն եւ ամեն, հալելույա։ Հարուստ ծափահարություն թագավորին, բարձր ծափահարություն, օրհնություններ նրան, պաշտամունք նրա անվանը, հալելույա, հալելույա, հալելույա։ Փառք Տիրոջը, սիրելի եղբայրներ եւ քույրեր, թույլ տվեք ներկայացնել մի եկեղեցական միություն, կոչվում է Church of God of Prophecy, որ այդ միությանը շատ լավ ճանաչում եմ արդեն 10-ից ավել տարիներ եւ տարածված են իրանք աշխարհի կարծեմ մոտավորապես 120 երկրներով եւ բնականաբար Միացյալ Նահանգներում էլ ունեն եւ նահանգներում Կալիֆոռնիա նահանգի եպիսկոպոսը այսօր մեր հյուրն է Bishop Philip Pruitt, եկեք իրան հրավիրենք, please, Bishop, իր կնոջ Դայանայի հետ է, երևի ինքը ավելի կներկայացնի, եկեք Դայանային էլ ողջունենք։ Wish everyone this afternoon a good afternoon. Բարի օր ձեզ, To my brothers and sisters here at this church. ողջույններ իմ եղբայրներին եւ քույրերին այս եկեղեցում։ Diana and I are thrilled to be here. Դայանան եւ մենք շատ ողջորված ենք լինելու այստեղ։ We want to thank Pastor Artak for the invitation sent through Brother Samuel. Շնորհակալ ենք Հոյ Վարտակին Սամվելի միջոցով հրավիրելու համար։ I've been knowing Samuel for 10 or 11 years, Սամվելին ճանաչում եմ մոտ 11 տարի and he's a good friend. եւ նա լավ ընկեր է։ I want to thank the worship team Շնորհակալություն փառաբանության թիմին for ushering us into the presence of the Lord. առաջնորդելու մեզ Աստծո ներկայության մեջ։ This is our first time in an Armenian church, Սա մեր առաջին անգամն է հայկական եկեղեցում, and so there's not a whole lot that we understand, շատ բան այդքան չհասկացանք, but we do understand this, բայց մենք հետեւյալը հասկացանք. the Spirit of God. Աստծո հոգին։ We have felt His presence, Մենք զգացինք իր ներկայությունը, our hearts have been touched, մեր սրտերը հպվեցին Տիրոջ ներկայությամբ and we are grateful. եւ մենք շնորհակալ ենք։ I stand before you with fear and trembling today. Ձեր առաջ եմ կանգնած վախով ու դողով, So we ask God's help. այնպես որ խնդրում ենք Տիրոջ օգնությունը։ I love the Psalms Ես սիրում եմ սաղմոսները, because in the Psalms we find the whole spectrum of human emotion. Սաղմոսների մեջ մենք հանդիպում ենք մարդկային էմոցիաների ամբողջական պատկերը, ամբողջականությունը, Anything from gratitude սկսած շնորհակալությունից, to reverence, մինչև վախը, աստվածային երկյուղը, and just to depression and anger. մինչև որ դեպրեսիան եւ զայրույթը կարող ենք տեսնել։ So we're going to take our sermon today from Psalm 13. Այսօրվա մեր պատգամը պիտի վերցնենք Սաղմոսների 13-րդ գլխից, And as I read, let's listen to the words of this psalm. եւ մինչ ես կկարդամ, լսենք Սաղմոսերգուի ասածները։ To the choir master, a psalm of David. Երկողների գլխավորին Դավիթի Սաղմոս։ How long, O Lord, will you forget me forever? Ով Տեր, մինչև երբ կմոռանաս ինձ իսպառ։ How long will you hide your face from me? Մինչև երբ կթաքցնես քո երեսն ինձանից։ How long must I take counsel in my soul and have sorrow in my heart all day long? Մինչև երբ պիտի հոգս անեմ իմ անձում եւ տրտմություն ունենամ օրերով իմ սրտում։
How long shall my enemy be exalted over me? Մինչև երբ պիտի ին վրա բարձրանա իմ թշնամին։ Consider and answer me, O Lord my God. Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տեր իմ Աստված։ Light up my eyes, lest I sleep the sleep of death. Լուսավորիր իմ աչքերը, որ մահի մեջ չննջեմ, Lest my enemy say, I have prevailed over him. որ իմ թշնամին չասի, թե ես հաղթեցի նրան, Lest my foes rejoice because I am shaken. եւ իմ նեղացնողները չցնցան, որ տեղիցս շարժվեցի։ But I have trusted in your steadfast love. Բայց ես քո ողորմությանն եմ հուսացած։ My heart shall rejoice in your salvation. Թող իմ սիրտը ցնծա քո փրկությունով։ I will sing to the Lord because he has dealt bountifully with me. Ես կերքեմ Տիրոջը, որովհետև նա բարի արեց ինձ։ O Lord, let the words of my mouth and the meditation of all of our hearts Տեր, մինչ այս խոսքերը դուրս կգան իմ սրտից եւ մեր սրտերից, իմ շուրթերից, be acceptable unto you, our rock and redeemer. թող որ ընդունելի լինի քեզ, մեր փրկագնող եւ մեր ժայռ։ Amen. Ամեն։ This psalm, of course, is a lament. It's a cry for help during a severe crisis. Այս սաղմոսը իհարկե հառաչանք է, լաց է, կրիզիսի ճգնաժամի մեջ։ Though we are not told the nature of the crisis, Իհարկե մենք չենք կարողանում հասկանալ, մեզ չի ասվում, թե ինչ բնույթի ճգնաժամ է։ it might be physical, Կարող է լինել ֆիզիկական ճգնաժամ, emotional, զգացմունքային, social, սոցիալական or economic. կամ տնտեսական։ However, two things are certain. Ինչևից է երկու բան հստակ է։ First is that the psalmist sees this crisis as a spiritual and theological problem. Առաջին Սաղմոսերգուն տեսնում է այս ճգնաժամը որպես հոգևոր, որպես աստվածաբանական խնդիր։ And secondly, the ambiguity of the crisis is likely intentional. Եվ երկրորդը այս ճգնաժամը կարծես ինքը տեսնի, որ ինադու մտադրված լինի, հատուկ արված լինի։ Because it allows the reader to relate to his own struggles, whatever they may be. Որտեվ եւ սա թույլ է տալիս, որ կարդացողը իր հետ համեմատի եւ կարողանա համեմատվել այն խնդիրների հետ, որոնցով ինքն է անցնում։ The psalm is short and direct with only 6 verses. Սաղմոսը այս գլուխը շատ կարճ է, հստակ է, միայն 6 խոսքեր, 5 հայերենում։ However, its impactful message leaves a strong impression on us. Ինչևից է շատ ազդեցիկ պատգամ է թողնում մեզ վրա։ In verses 1 and 2, the psalmist openly expresses his complaint amid a crisis. Առաջին երկրորդ խոսքերում Սաղմոսերգուն բացեիբաց իր ճգնաժամի մասին է արտահայտում, իր ցավն է արտահայտում։ In verse 3 and 4, he confidently requests deliverance from the crisis. Երրորդ, չորրորդ խոսքերում վստահաբար ազատագրություն է խնդրում իր ճգնաժամից։ In verses 5 and 6, the psalmist demonstrates ongoing faith despite the circumstances. Եվ 5 եւ 6-րդ խոսքերում Սաղմոսերգում արտահայտում է հստակ հավատք եւ քաջալերանք։ This lament begins with accusatory words that frankly make me cringe. Եվ այս ողբը, այս հառաչանքը սկսվում է մեղադրական խոսքերով, որ մի տեսակ է ինձ դարձնում, տարօրինակ եմ զգում, որտեվ մեղադրանք կա դրա մեջ։ And the fourfold question betrays the psalmist's frustration, desperation, and waning patience. Եվ քառապատիկ հարց կա սրա մեջ, իր լքվածության, իր հուսահատության մեջ։ How long, how long, how long, how long? Մինչև երբ Տեր։ The first complaint expresses the psalmist's feeling of being ignored, neglected, and unseen by God. Առաջին իր բողոքը արտահայտում է Սաղմոսերգուի լքվածությունը, որ ինքը մոռացված է Աստծո կողմից։ He feels forgotten and alienated. Նա զգում է մոռացված եւ օտարացված։
He is facing the crisis alone. Եվ նա դեմ առ դեմ միայնակ է ճգնաժամի մեջ։ How long, O Lord, will you forget me forever? Մինչև վերջ Տեր, մինչև երբ հավիտյանս մոռանալու ես ինձ։ It appears that God has intentionally withdrawn protection and provision from him. Տպավորություն է, որ Աստված դիտավորյալ պահպանությունը եւ հոգատարությունը հետ է վերցրել Սաղմոսերգուի վրայից։ The psalmist has a feeling of God forsakenness. Սաղմոսերգուն տպավորություն ունի, զգացողություն ունի, որ Աստված մեզ թողել է։ He does not know where to turn. He does what? He does not know where to turn. Չգիտի ում դիմի։ Այո։ That is a terrible place to be. Սարսափելի վայր է այդտեղ լինելը։ It is terrible to feel alone, dejected, rejected, and neglected by God. Սարսափելի է զգալ, որ միայնակ ես, մերժված ես Աստծո կողմից։ How long will you forget me forever? Մինչև երբ Տեր, մինչև հավիտյան կմոռանաս ինձ։ This lets you know some of the feelings that the psalmist has in his heart. Սա թույլ է տալիս մեզ հասկանալ, որ ցավ ունի, սրտի մեջ ցավ ունի Սաղմոսերգուն։ And that is not a good place to be. Եվ լավ վայր չի այդտեղ լինելը։ There are times that we may feel that God has forgotten. Կան ժամանակներ, որ մենք կարող ենք զգալ, որ կարծես թե Աստված մեզ մոռացել է։ Perhaps we have had a request that we've been throwing up to God for a long time. Տպավորություն է, որ կան երբեմն խնդրանքներ, որ Աստծուն ենք բերում երկար ժամանակ։ And we feel that the answer just doesn't come. Եվ զգում ենք, որ պարզապես պատասխանը չի գալիս։ And so we're tempted to say, how long will you forget me, O God? Եվ գայթակղություն կա ասելու, մինչև երբ պիտի մոռանաս Տեր։ Will you forget me forever? Իսպար պիտի մոռանաս։ You can feel the desperation setting in. Դու կարող ես զգալ հուսահատություն։ But the psalmist doesn't stop there, he continues. Սաղմոսերգուն չի կանգառում այնտեղ, շարունակում է։ The second complaint further expresses a feeling of being neglected. How long will you hide your face from me? Երկրորդ բողոքը, որ Սաղմոսերգուն այդ մերժվածության մեջ է, ասում է, ինչքան, մինչև երբ պիտի հոգս անեմ իմ անձում։ The psalmist is a member of God's covenant people. Սաղմոսերգուն Աստծո խոստումի ժողովրդի մասնիկն էր։ The psalmist's expectation was not only to be remembered by God, but to see the light of his face. Սաղմոսերգուի ակնկալիքը ոչ միայն այն էր, որ չմոռացվեր Աստծո կողմից, այլ նաև որ դեմքի պայծառությունը փայլը տեսներ Աստծո երեսի։ In Numbers 6, verses 25 and 20 through 27, Moses' blessing upon the people of God was this. Թվոց 6:24-27-ում Մովսեսը հետևյալ կերպով էր օրհնում. The Lord bless you and keep you. Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ The Lord make his face to shine upon you, Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա and may he be gracious to you. ու ողորմի քեզ։ The Lord lift up his countenance upon you and give you peace. Տերը բարեհաճ լինի քո հանդեպ եւ խաղաղություն տա քեզ։ However, the prolonged absence of such privileges prompted the psalmist's anguished cry. Ինչևից է, երբ որ այս արտոնությունները սկսում են բացակայել, Սաղմոսերգուին սա դրթեց այս աղաղակին, հառաչանքին։ Where is the countenance of God? Որտեղ է Աստծո երեսը։ Why is he hiding his face from me? Ինչու է ինքը թաքցնում իր երեսը ինձանից։ Why has he turned his back to me? Ինչու է թիկունք դարձրել ինձ։ Now the psalmist does not see the light of God's countenance. Սաղմոսերգուն չէր կարողանում Աստծո երեսը տեսնել։ He is in a dark place. Մի մութ վայրում էր։ He doesn't sense God's grace and he feels no peace. Աստծո շնորհքը չի զգում եւ խաղաղություն չի զգում։ The enemy has gained, as what the psalmist feels, the enemy has gained the upper hand and the psalmist feels crushed. Թշնամին տիրել էր նրան եւ Սաղմոսերգուն ջախջախված էր զգում իրեն։ But the psalmist is still not through. Բայց Սաղմոսերգուն դեռ չէր սպառվել։
The third complaint is deeply personal. Երրորդ բողոքը խորը անձնական բողոք էր։ How long must I take counsel in my soul and have sorrow in my heart all the day? Մինչև երբ պիտի հոգս անեմ իմ անձում եւ տրտմություն ունենամ օրերով իմ սրտում։ This describes an internal struggle. Սա նկարագրում է ներքին պայքար։ It involves self-examination and a nagging feeling that something might be wrong or that an unintentional sin may have been committed. Սա ներքին ինքնակնության ժամանակ էր եւ կարծես հարցադրում թե գուցե ինչ-որ մեղք ունեմ, If he had been guilty of some sin, գուցե ինչ-որ մեղավոր եմ, ինչ-որ մի մեղքեր եմ գործել։ the sense of alienation from God would have been understandable. Հասկանալի կլիներ այն զգացումը, որ օտարացած է, օտարության զգացումը Աստծուց հասկանալի կլիներ, However, a cloud of sadness and sorrow hangs over the psalmist as he sees no justifiable reason for abandonment and suffering. ինչևէ արդարացվող որևէ պատճառ մեղք չէր կարողանում Սաղմոսերգուն գտնել, որ դրա պատճառով պիտի այդպես օտարացած զգար ինքը Աստծուց։ The fourth complaint Չորրորդ բողոքը reveals that the psalmist feels that not only has God turned away from him, արտահայտում է, որ ոչ միայն Աստված թիկունք է դարձրել իրենից, but he has left him alone to confront the enemy. բայց թողել է միայնակ թշնամիների առաջ։ How long shall my enemy be exalted over me? Մինչև երբ իմ թշնամիները պիտի վեր բարձրանան իմ վրա։ This conveys feelings of betrayal and rejection. Սա բերում է զգացում դավաճանված լինելու, մերժված լինելու։ The psalmist is betrayed and left vulnerable to his enemy. Սաղմոսերգուն դավաճանված էր եւ խոցելի էր մնացել թշնամու առաջ։ He suffers in loneliness and despair and defeat. Տառապում էր միայնակություն, հուսահատություն։ How can a covenant-keeping God forget his people and favor those who oppose him? Ինչպես կարող է ուխտը պահող Աստված թողնել։ This intensifies the pain. Սա ցավ էր առաջացնում։ How long, how long, how long, how long? Մինչև երբ, մինչև երբ, մինչև երբ։ With a God like this, who needs enemies? Էլ թշնամու կարիք էլ չկա, եթե սենց ընկեր ունենաս։ There were others in the scriptures that felt feelings similar to this. Այսպիսի զգացողություններ ունեցողներ խոսքում էլի են եղել։ I'm thinking of Job. Մտածում եմ Հոբի մասին, I'm thinking of Joseph Հովսեփի in մասին, Egypt Եգիպտոսում and others. եւ մյուսների։ Out of desperation, the psalmist cries out, seeking reassurance that he has not forgotten or abandoned. Եվ Սաղմոսերգուն փնտրում է վստահություն, ուզում է ապահովություն զգալ եւ դրանից է իր աղաղակը բարձրանում։ He calls on God for help, boldly begging his attention. Կանչում է համառորեն, համարձակորեն օգնությունն է աղաղակում, խնդրում։ Consider and answer me, O Lord my God. Ուշադրություն դարձրու, պատասխանիր ինձ, ով իմ Աստված։ O Lord, look this way. Այս ուղությամբ նայիր, Look at me. նայիր ինձ, Please speak to me. խնդրում եմ խոսիր ինձ հետ, Answer me. պատասխանիր ինձ, Please show me the light of your countenance. խնդրում եմ քո երեսի լույսը ցույց տուր, Give light to my eyes. աչքերից լույս տուր։ The psalmist has reached the end of his resources and strength. Եվ Սաղմոսերգուն հասել էր արդեն, սպառվել էր, իր ուժերի վերջին էր հասել։ He is weak and laid low. Եվ ինքը վայր ընկած է եւ թույլ է։ If he is not rescued, he will die, he feels. Եթե չփրկվի, ապա կմահանա։ And this creates a double jeopardy. Եվ սա կրկնակի ցավ է առաջացնում։ If he dies, his enemies will claim victory over him. Եթե ինքը մահանա, թշնամիները հաղթանակ կտոնախմբեն իր վրա։ But God's reputation is also at stake. Բայց նաև Աստծո հեղինակությունն էլ խաղաքարտի վրա է դրվում։ His strength, his power, his ability to keep covenant with his people Աստծո ուժը, Աստծո զորությունը, Աստծո իշխանությունը, որ իր ուխտի մարդկանց ազատագրի։ is put into question. Սա հարցականի տակ էր դրվում։
The psalmist subtly pulls God into the crisis. Եվ Սաղմոսերգուն կարծես նրբորեն իր ճգնաժամի մեջ է կանչում Աստծուն, հրավիրում իր մեջ բերում իր ճգնաժամի մեջ։ It is no longer the psalmist issue. Սա արդեն այլևս էլ միայն Սաղմոսերգուի խնդիրը չի, խնդրեմը չի։ He is asking God for intervention. Նա խնդրում է Աստծուն միջամտելու, For if he is defeated, որ եթե ինքը պարտվի, his enemies will celebrate his defeat. իր թշնամիները կտոնախմբեն իր պարտությունը, But also, as a psalmist sees it, it will be God's defeat as well. բայց ինչպես Սաղմոսերգունը տեսնում, նաև Աստծո պարտությունը դա կլինի։ It will show that God did not notice, did not hear, did not act on the behalf of the one whom he had made covenant. Դա ցույց կտա, որ Աստված անտարբեր է, Աստված չմիջամտեց ու թողեց ու իր ուխտը չկարողացավ պահել։ God must come to his rescue. Աստված պիտի գա փրկության։ When I was younger, I wouldn't have dared to make such a bold complaint or ask such direct questions to God. Երբ որ ես երիտասարդ էի, ես չէի համարձակվի այսպիսի ուղիղ բողոք ներկայացնեի Աստծուն։ In fact, I was taught that such complaints were not appropriate and shouldn't be directed to God. Իրականում ես սովորացրել եմ, որ այսպիսի բողոքներ չի կարելի Աստծուն, չի համապատասխանում, չի կարելի ներկայացնել Աստծուն։ I'm sure that there were times that I had questions and complaints. Բայց վստահ եմ, որ ժամանակներ կար, որ ես ունեի բողոքներ ու հարցեր։ I had moments that I might have felt mad or angry with God, Ես պահեր ունեի, որ զայրանում էի անգամ Աստծո վրա։ but I just internalized them. Պարզապես դրանք ներս էի պահում, I didn't express them. չէի արտահայտում դրանք։ But as I read and understand the Psalms, I realize the psalmist were often angry with God. Բայց մինչ ես կարդում եի եւ Սաղմոսներն էի կարդում, ես հասկանում եմ, որ Սաղմոսերգուն հաճախ իր բողոքը բարձրացնում էր Աստծո առաջ։ They complained and sometimes loudly, Անգամ երբեմն բարձրաձայնում էին այդ բողոքները, but they weren't afraid to be open and honest with God because they knew he already knew their innermost thoughts. բայց նրանք չէին վախենում բաց լինել Աստծո առաջ, ազնիվ ու անկեղծ լինել, որտեղ գիտեն, որ Աստված արդեն գիտեր իրանց ներաշխարհը։ They couldn't hide their thoughts and their feelings from God. Եվ նրանք չէին կարողանում Աստծուց թաքցնել իրենց մտքերն ու զգացումները։ And in spite of the circumstances, Եվ այս ամբողջ պարագաների մեջ this shows a deep trust in God, even when the psalmist was confused about God's silence. այստեղ տեսնում ենք շատ խորը վստահություն Աստծո նկատմամբ։ The psalmist here faces a crisis of faith. Սաղմոսերգուն հանդիպում է հավատքի ճգնաժամի, Basically, he's saying, Lord, I believe, but help my unbelief. Պաստորին ասում է Տեր, ես հավատում եմ, բայց օգնիր իմ անհավատությանը։ Despite feeling like God isn't responding, Հակառակ նրան, որ այդ զգացումները կար, որ Աստված չի պատասխանում, the psalmist still dares to call out to God. Սաղմոսերգուն համարձակվում էր աղաղակել Աստծուն։ You don't pray to a God that doesn't exist, Դու չես աղոթում Աստծու, որը գոյություն չունի, and you don't pray to one that you don't believe in. դու չես աղոթում մեկին, որին չես հավատում։ And the psalmist dares to make his complaint before God. Եվ Սաղմոսերգուն համարձակվում էր իր բողոքը բարձրացնել Աստծո առաջ։ He knows that somewhere he's there. Նա գիտի, որ ինչ որ միտեղ ինքը կա, այնտեղ է։ And so in faith and trust, he opens his heart to God, Եվ հավատքի մեջ, վստահության մեջ բացում է իր սիրտը, even if the questions are hard. անգամ երբ որ հարցերը դժվարին էին։ Between verses 4 and 5, 4 եւ 5-րդ խոսքերի միջև something happens. բան է տեղի ունենում։ The psalmist has just poured out his heart before God. Սաղմոսերգուն իր սիրտը թափեց Աստծո առաջ, It's not pretty. գեղեցիկ չէր, The words are hard to hear, բառերը դժվար էր լսել, but they're honest. բայց այդ բառերը ազնիվ էին։ But then something happens between verses 4 and 5. Բայց հետո 4 եւ 5-րդ խոսքերի մեջտեղում բանը տեղի ունենում։ The psalmist's attitude and prayer, they shift noticeably. Սաղմոսերգուի վերաբերմունքը եւ աղոթքը զգալիորեն փոխվեցին։ The psalmist remembers. Սաղմոսերգուն հիշում է։ My brothers and sisters, it's good to remember. Եղբայրներս եւ քույրերս լավ բան է հիշելը։
No matter what we're going through, it's good to remember what God has done for you in the past. Կապ չունի ինչերով ենք մենք անցնում, լավ բան է հիշել, թե անցյալում Աստված ինչ է արել։ He remembers. Նա հիշում է, David remembers. Դավիթը հիշում է, He recalls past crises նա կանչում է, նա մեջ վերում է անցյալ ճգնաժամերը, using the past. օգտագործելով անցյալը, When God showed him mercy and demonstrated his steadfast and unfailing love. երբ որ Աստված իրեն ողորմություններ էր եւ օրհնություններ էր ցուցաբերել, սեր էր ցուցաբերել։ These memories strengthen the psalmist's faith, Այս հիշողությունները Սաղմոս 2-ի հավատքը ուժեղացրեցին and he feels uplifted. եւ նա բարձրացած զգաց իրեն։ During those crises, God saw, heard, and rescued him. Այդ ճգնաժամերի ժամանակ Աստված տեսավ, լսեց եւ փրկեց իրեն։ And if God did it before, he can do it now. Եվ եթե Աստված արել էր անցյալում, նա կարող է հիմա էլ He անել։ can do it again. Նա նորից կարող է անել։ But now the psalmist looks to the future Բայց հիմա Սաղմոս 2-ն արդեն ապագային է նայում, with a sense of joy. ուրախության զգացումով։ He says, "My heart shall rejoice in your salvation." Ասում է իմ սիրտը կցնծա քո փրկությամբ։ In the psalmist's mind, there is no question, no doubt that he will, by faith, experience the salvation of the Lord. Սաղմոս 2-ի մտքի մեջ կասկած չկար, որ ինքը նորից կճաշակի Աստծո փրկությունը։ Regardless of his present crisis, Անկախ նրանից թե ներկայում ինչ ճգնաժամի մեջ է ինքը, regardless of his present circumstances, անկախ նրանից թե ինչ ներկայում պարագաների մեջ է շրջապատված, or how he feels about the situation, կամ թե չէ այդ պարագաներից ինչպես է ինքը զգում իրեն, he is sure salvation is coming. նա վստահ է փրկությունը գալիս է։ And that makes the psalmist's heart rejoice. Եվ դա ստիպում է, որ Սաղմոս 2-ի սիրտը ուրախանա։ His feeling of alienation and aloneness, Այն օտարության զգացումը, մենակության զգացումը, his inner struggle will soon be over. ներքին այդ պայքարները շուտով պիտի ավարտվեին։ And that gives him joy. Եվ դա իրեն ուրախություն է տալիս, It gives him hope հույս է տալիս, because of what has done in the past. որովհետև այն ինչ որ արեց Աստված անցյալում, He has confidence that God will be with him in the present. վստահություն ունի, որ Աստված ներկայում էլ պիտի լինի։ And his response, Եվ իր պատասխանը, I will sing to the Lord. ես կերքեմ Տիրոջը։ The thought of the coming salvation fills the psalmist's heart with joyful song. Եկող փրկության միտքը Աստծո Սաղմոս 2-ի սիրտը ուրախությամբ էր լցվում։ There's the refrain of an old hymn that expresses this joy. Մի կրկներ կար հին հիմներից, որ այդ ուրախությունն էր ասում, ուրախությունն էր պատմում։ Through all the tumult and the strife, I hear the music ringing. Բոլոր ցավերի ու տառապանքների միջոցով ես լսում եմ երաժշտությունը զրնգալով։ It finds an echo in my soul. How can I keep from singing? Այն արձագանքում է իմ հոգու մեջ, ինչպես ես կարող եմ չերքել։ No storm can shake my inmost calm, Ոչ մի ջրհեղեղ չի կարող տեղից շարժել իմ խաղաղությունը, while to that rock I'm clinging. մինչ ես այդ ժայռից կարճած եմ, Since love is Lord of heaven and earth, մինչ սերը հենց Տերն է երկնքից դեպի երկիր, how can I keep from singing? ինչպես կարող եմ ես չերքել։ The psalmist is ready to worship. Սաղմոս 2-ն պատրաստ է երկրպագելու։ He's emptied his heart Սիրտը դատարկեց of all the bitterness and the complaints. վիրավորանքները, այդ բողոքները, But then the psalmist ends his prayer with a reason for the shift in the song բայց Սաղմոս 2-ն ավարտում է այդ աղոթքով from despair to hope, անհուսությունից դեպի հույսը, from doubt to faith, կասկածից դեպի հավատքը, from complaining to worship. բողոքից դեպի երկրպագությունը։ He says, Նա ասում է, because he has dealt bountifully with me, որովհետև ինքը ինձ ողորմեց, because he has dealt bountifully with me. որովհետև ինքը առատորեն ինձ օրհնեց։ And in another psalm he writes, Մյուս սաղմոսներում ինքը գրում է. bless the Lord, O my soul, Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ,
and all that is within me. Եվ ամեն ինչ, որ իմ ներսում է, Bless his holy name. թող օրհներգի նրա սուրբ անունը։ Bless the Lord, O my soul, Օրհնիր Տիրոջը, ով իմ անձ, and forget not all his benefits, եւ մի մոռացիր նրա բոլոր բարիքները, who forgives all your iniquities, որ ներում է քո բոլոր մեղքերը, who heals all your diseases, բժշկում է քո բոլոր ցավերը, who redeems your life from destruction, որ փրկում է քո կյանքը ապականությունից, who crowns you with loving kindness and tender mercies, որ պսակում է քեզ շնորհով եւ գթությամբ, who satisfies your mouth with good things, որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով, so that your youth is renewed like the eagles. եւ քո երիտասարդությունը նորոգվում է արծվի պես։ This is what the psalmist is remembering. Ահա թե ինչ է Սաղմոս 2-ն հիշում։ Lord, even though now I feel abandoned, Տեր, թեպետ ես այս պահին լքված եմ զգում, I know that it's just for a moment, ես գիտեմ որ դա պարզապես մի պահի համար է, that you are there, որ գիտեմ որ դու այնտեղ ես, դու կաս։ that my mind and my eyes might not be able to see you, Միգուցե միտքս, աչքերս չեն կարողանում հիմա տեսնել քեզ, but you are there. բայց դու այնտեղ ես, You are there. դու այնտեղ ես, And you are renewing my youth, my strength, եւ դու like the eagles. նորոգում ես իմ երիտասարդությունը արծվի պես։ Israel was divided and scattered. Իսրայելը բաժանված էր եւ ցիրուցան եղած։ They were suffering greatly because of sin and conflict. Նրանք շատ տառապանքներ տարան մեղքի պատճառով, For generations it had endured violence and oppression. եւ նրանք արհավիրքներ, սերունդներով ապրում էին արհավիրքներ եւ հալածանքներ։ Its people were taken captive. Ժողովուրդը գերի առնվեց։ They grew weary and burdened Նրանք հոգնեցին եւ հուսահատվեցին and crying out for the Lord's salvation. եւ աղաղակում էին Տիրոջ փրկությանը։ They with David could have said, "How long, O Lord, will you forget us forever?" Այո, եւ Դավիթը կարողանում էր ասել. «Մինչեւ երբ Տեր պիտի մոռանաս»։ The prophets had foretold of the coming of the Messiah. Մարգարեները կանխան գուշակել էին Մեսիայի գալուստը։ This Messiah would bring deliverance and salvation. Այս Մեսիան պիտի բերեր ազատագրում եւ փրկություն։ One night, an angel of the Lord Մի գիշեր Աստծո հրեշտակը appeared to a troubled Joseph, հանդիպեց ահաբեկված Հովսեփին, Mary's fiancé, Մարիամի նշանածին, and he said, եւ ասեց. "Joseph, son of David, Հովսեփ, Դավթի որդի, do not fear to take Mary to be your wife, մի վախեցիր Մարիամին որպես կին ընդունել։ for that which is conceived in her Այն ինչ որ իր մեջ է, is of the Holy Spirit, Սուրբ Հոգուց է։ and she will bring forth a son, Եվ նա ծնունդ կտա մի որդու, and you will call his name Jesus, եւ իր անունը Հիսուս կդնեք, for he will save his people from their sins." որտեղ նա կփրկի իր ժողովրդին իրենց մեղքերից։ Joseph was on the threshold of an answer to this prayer, "How long?" Եվ Հովսեփը միգուցե այդ աղոթքի մեջ էր, մինչև երբ այս ցավի մեջ էր։ On a starlit night in Bethlehem over 2,000 years ago, 2000 տարուց առաջ ավելի a baby was born in poverty. Բեթլեհեմում գիշերով աղքատության մեջ մի մանուկ ծնվեց, Yet the angels announced his birth բայց հրեշտակները հռչակեցին նրա ծնունդը with great joy. մեծ ուրախությունով։ Glory to God in the highest, Փառք ի բարձունս Աստծուն, and on earth peace with those with whom he is pleased. երկրին խաղաղություն նրանց ում ինքը հաճեցավ։ And so the baby was born. Ահա մանուկ ծնվեց, A poor baby, աղքատ մանուկ, didn't look like much to those around him, երևի մյուսներին նման չէր, except to the shepherds who received this wonderful message from the angels. բայց հովիվները ընդունեցին այդ պատգամը, որ մանուկը ծնվեց։
40 days later, 40 օր հետո, when the baby was presented in the temple, երբ որ Տիրոջը վերեցին ընծայելու տաճար, the righteous and devout Simeon Սիմոնը, արդար Սիմեոնը took the baby in his arms and said, վերցրեց երեխային իր գիրկը եւ ասեց. Lord, you are now letting your servant depart in peace, Տեր, արցակիր հիմա քո ծառային խաղաղությամբ, according to your word. քո խոսքի համեմատ, For my eyes have seen your salvation. որտեվ աչքերս տեսան քո փրկությունը։ This is what Simeon and all of Israel was crying out for. Ահա թե ինչի համար էր Սիմոնը եւ ամբողջ Իսրայելը աղաղակում. How long, O Lord? Մինչև երբ, Տեր, 400 years since they had received a word from God, 400 տարուց ավել խոսք չկար Աստծո կողմից եկած ժողովրդին։ but now Simeon is holding in his arm Բայց հիմա Սիմոնը իր ձեռքերի մեջ է գրկում the hope of Israel. Իսրայելի հույսը։ My eyes have seen your salvation, Աչքերս տեսան քո փրկությունը, that you have prepared in the presence of all peoples, որ դու պատրաստեցիր բոլոր մարդկանց համար։ a light for the revelation to the Gentiles. Լույս հեթանոսների համար, հայտնություն հեթանոսների համար։ And you know what? I like that. Ինձ դուր է գալիս սա։ I like that. Because Simeon mentions the Gentiles first. Որտեվ Սիմոնը հեթանոսներին առաջինը նշեց։ A light for revelation to the Gentiles Լույս եւ հայտնություն հեթանոսների համար and for the glory of your people Israel. եւ քո ժողովրդի Իսրայել ժողովրդի համար փառք։ Today we face many crises, Այսօր մենք շատ ճգնաժամերի մեջ ենք լինում։ personal, Անձնական and you may have a personal crisis in your life now. եւ միգուցե անձնական ճգնաժամ մեջ ես դու հիմա։ Family crisis, Ընտանեկան ճգնաժամ, church crises, եկեղեցական ճգնաժամ, political crises. Political crises. քաղաքականության մեջ ճգնաժամ, Global crises, համաշխարհային ճգնաժամ, man-made and natural disasters. մարդածին կամ բնական արհավիրքներ, We are often tempted to cry out with the psalmist, հաճախ գայթակղվում ենք աղաղակելու Սաղմոսերգուի պես։ how long, O Lord? Մինչև երբ, Տեր, That is a prayer I often lift up to God. When I see around us the things that are happening in this world, սա աղոթք է, որ ես հաճախ բարձրացնում եմ Աստծուն, երբ որ how long, O Lord? But we must pause to remember how God has saved us in the past. հարկա որ մենք հիշենք We must not forget his unchanging love. մենք չպետք է մոռանանք իր ամփոփող սերը։ Our salvation is found in the person of our Lord and Savior Jesus Christ. Մեր փրկությունը Հիսուս Քրիստոսի անձնավորության մեջ է։ Whose birth we celebrate during this season. Եվ մենք հիմա հենց այդ ժամանակի մեջ ենք, որ իր ծնունդն ենք տոնախմբում։ The trials that we are going through, Դավաճանությունները, որի միջոցով անցնում ենք, the difficulties, դժվարությունները, որի միջոցով անցնում ենք, the crises, ճգնաժամերը, they're not made to defeat us. նրանք դրա համար չեն, որ մեզ ջախջախեն։ God does not create those things to defeat us. Աստված դրանք չի ստեղծել, որ մեզ ջախջախի։ But they're made to make us stronger. Աստված դա ստեղծել է, որ մեզ ավելի ուժեղ դարձնի, They're made to help us grow. որպեսզի մենք աճենք։ Paul says for these tribulations, these short tribulations and problems of this time aren't worthy to be compared with the glory that is coming. Պողոսն ասում էր, որ
այժմյան նեղությունները արժան չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ։ And when he comes, Եվ երբ ինքը գա, we will see him as he is, մենք կտեսնենք նրան ինչպիսին ինքը կա and we will be like him. եւ կնմանվենք իրեն։ Let us pray. Եկեք աղոթենք։ Heavenly Father, Երկնավոր Հայր, you know our hearts. դու գիտես մեր սրտերը։ In a world torn apart by political upheaval, Աշխարհը քաղաքականության մեջ չարով կարող է կործանվել, wars and rumors of wars, պատերազմների լուրեր, social unrest and violence, սոցիալական եւ այլ բարհավիրքներ, economic uncertainty, տնտեսական անորոշություններ and personal struggles. եւ անձնական պայքարներ։ We often cry out with the psalmist, "How long, O Lord?" Եվ մենք հաճախ աղաղակում ենք Սաղմոսերգոյի պես. «Օտեր, մինչև երբ»։ So we wait in hope for your answer. Եվ այսպիսով մենք սպասում ենք հույսով քո պատասխանին։ But you have already answered us by sending us your Son, Բայց դու Jesus արդեն Christ. պատասխանել ես մեզ ուղարկելով քո որդուն Հիսուս Քրիստոսին, to be the light of the world. լինելու աշխարհի լույսը, Calm our doubts and fears. հանդարտեցնելու մեր կասկածներն ու վախերը, Heal our hearts and lives. բժշկելու մեր սրտերն ու կյանքերը։ We look to Jesus for hope and peace. Մենք նայում ենք Հիսուսին ակնկալելով հույս եւ խաղաղություն։ So let our hearts rejoice in him. Եվ թող որ մեր սրտերը ուրախանան իր մեջ։ Let us know that he has brought salvation to us. Թող որ մենք իմանանք, որ ինքը փրկություն բերեց մեզ, And he has ushered in a kingdom that has no end. եւ ինքը թագավորությունը բերեց, որը վերջ չունի։ We ask this Եվ հետեւյալն ենք խնդրում in the name of the Father Հոր անունով, and of the Son Որդու անունով in communion with the Holy Spirit. եւ Սուրբ Հոգու անունով, One God eternal. մեկ Աստված հավիտենական։ Amen and amen. Ամեն եւ ամեն։ Արցենք մեր ձեռքերը միասին եւ ասենք արժանի ես Հալելույա Դու արժան ես փառքերի Տեր Հալելույա արժանի ես երգում եմ քեզ արժանի ես դու արժան ես Հիսուս փառքերի Ես զգում եք անգնած տեղը սիրելներս, որ շատերիս մեջ աղաղակ կա։ Ճիշտ ժամանակն էր այս խոսքը լսելու, վստահ եմ, որ այս խոսքը ինչ-որ բան սկսեց շարժել մեր մեջ։ Գիտեք, երբ որ Աստված մի բան դնում է մեր մեջ, երբ որ կողքից մի բան ասում են, ներսդ ուրիշ բան է շարժվում։ Բայց երբ որ Աստված գալիս վերքը սեղմում է, ուրիշ բան է շարժվում քո մեջ։ Ես երբ որ կանգնած եմ եւ շատ շնորհակալ եմ սիրելի եղբորս այս պատգամի համար եւ շնորհակալ եմ Սուրբ Հոգուն, բայց ուզում եմ որ այդ աղաղակները այսօր արձակենք։ Միգուցե կար մեղադրանք, միգուցե մինչեւ այս պատգամը դու ուրիշ կերպ ես մտածում, բայց հիմա ուրիշ ձև ես մտածում։ Ես ուզում եմ որ հիմա կերկրպագենք, բայց ուզում եմ որ աղաղակես Տիրոջը։ Այդ աղաղակը միգուցե կարող է լինի հառաչանքի աղաղակ, միգուցե լինի ազատագրության աղաղակ, միգուցե դա կարող է լինի փրկության աղաղակ, բժշկության աղաղակ, միգուցե օրհնությանդ աղաղակը, որ տարիներ սպասել ես, Տեր, մինչև երբ, բայց այսօր քո ձայնը պիտի բարձրանա Տիրոջը։ Երբ որ ձայնդ կբարձրանա, երբ որ կկարծակես եւ թույլ կտաս, որ այդ ձայնը քեզնից դուրս գա, մյուս ձայնը գալու է քո սրտիդ մեջ, այն որ Աստված պատասխան ունի քեզ համար, ամեն։ Թող քո ձայնը լսվի, ասա նրան Տեր, մինչև երբ
Մինչև երբ Եթե այս խոսքը Տեր մինչև այսօր իմ կյանքը քանդել է, ուզում եմ այդ խոսքը հենց այսօրվանից իմ կյանքը նորոգի։ Տեր պատասխան տուր ինձ, լցրու ինձ քո աստվածային պատասխանով, թող այս պատգամը կյանքս փոխի Տեր, թող այս պատգամը բացի օրհնությանը դռները Տեր։ Շնորհակալ եմ քեզ, որ այսօր ճիշտ ժամին դու մեր պատասխանն ես տալիս։ Շնորհակալ եմ քեզ, օրհնյալ լինի անունդ, օրհնյալ լինի անունդ, հալելույա։ Օ, շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ քեզ, հալելույա, հալելույա։ Քո Աստվածը ողջ է, իմ եւ քո Աստվածը ողջ է, նա կենդանի Աստված է, կարող ես ասել ամեն։ Ձայնդ բարձրացրու, ասա ամեն, իմ Աստված ողջ է, նա կա, նա այստեղ է, հալելույա։ Շնորհակալ եմ քեզ, որ դու այստեղ ես Տեր։ Կարող եմ լսել քո ծափահարությունները, քո աղաղակը, քո ձայնը։ Կարող եմ լսել այն ալելույան, որ բարձրանում է քո սրտից։ Հալելույա։ Միասին օրհնենք Տիրոջը, միասին օրհնենք Տիրոջը։ Ասա ինձ հետ, իմ Աստված մեծ Աստված է։ Նա փոքր Աստված չէ։ Անկարող մեկը չէ, նա ամենակարող է։ Ինչի համար ես այսօր ուզում, որ Աստված քո աղաղակները վերափոխի փառաբանության, հիմա քո սրտիդ մեջ դա հասկանալով այս երկրպագությանը միացիր, միասին բոլորի շատ ծանոթ երգ է, ով մեծ Աստված, միասին ասենք, ով մեծ Աստված, երբ զննեմ այս աշխարհ, որ ստեղծել ես խոսքով քո հզոր, երբ միտք բերեմ կյանքերն այսան համար, որ կպահես կհոգաս ամեն օր, նորից ասեմ, ով մեծ Աստված, երբ զննեմ այս աշխարհ, որ ստեղծել ես խոսքով քո հզոր, երբ միտք բերեմ կյանքերն այսան համար, որ կպահես կհոգաս ամեն։ Բարձրացնենք մեր ձեռքերը միասին ասենք, այժմ կոչեմ փառքեզ ամեն իշխան, ինչ մեծ ես դու, ինչ մեծ, հալելույա, ինչ մեծ ես դու, այժմ կոչեմ մեծ դու, ինչ մեծ ես, այժմ կոչեմ քեզ, ողջ փառքը քեզ, ողջ փառքը քեզ, դու արժան ես, ես երգում եմ քեզ իմ Տեր, դու ինչ մեծ ես իմ Աստված, այժմ կոչեմ փառքեզ ամեն, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես, հալելույա, օրհնյալ լինի մեր թագավորը, այդ մեծ Աստվածը, օրհնի նրան քո ձայնով, ասա նրան դու իմ մեծ Աստվածն ես, դու իմ պատասխան Աստվածն ես, երևի թե ես այնքան եմ ծերացել, որ լսողությանս հետ մի բան է կատարվում, կամ դուք այնքան լուռ եք, որ ես ձեզ չեմ լսում, բարձրացրու քո ձայնը, ասա նրան դու մեծ ես, հալելույա, օ հալելույա, նորից կարող ենք ասել այդ մեծ Աստծուն, ինչ մեծ ես դու միասին, այժմ կոչեմ փառքեզ ամեն իշխան, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու իմ Տեր, դու արժան ես, հալելույա, ինչ մեծ ես, այժմ կոչեմ, շնորհակալ ենք, որ պատասխան ունենք քեզանից, շնորհակալ ենք, որ այստեղ ես քո խոսքի համաձայն, քո անունն է Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ, հալելույա,
մեծ ես դու, ինչ մեծ ես, այն մեծ Աստծուն դուր ամենալավ ձայնը, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես, դուր այդ Աստծուն ամենալավ փառաբանությունը, միացրու քո ծափայրը եւ ասա նրան, ինչ մեծ ես դու, հալելույա, օրհնյալ լինի մեր Թագավորը, ազգերի Տերը, ամեն բանի արարիչը, հալելույա, օրհնյալ լինի Աստված, վստահ եմ դու այսօր այստեղից կգնաս այն մեկ պատասխանով, եւ գիտեք ո՞րն է այդ պատասխանը, որ նա իր որդուն չխնայեց քեզ համար, էլ ինչ պիտի խնայի, նա ամեն բան նրանով տվեց ինձ ու քեզ, եւ այսօր ես ու դու կարող ենք այստեղ ասել, դու իմ Աստվածն ես, դու ինձ հետ ես, դու ինձ չես թողել, թշնամին ասի ուրա քո Աստվածը, ասեմ մի քիչ էլ համբերի, հեսա կերպան աս, բան չի մնացել, իմ Աստվածը պիտի գա եւ պիտի չուշանա, ամեն, կարող ես ասել իմ Աստվածը իմ նման չի, նա չի ուշանում, նա միշտ գալիս է ժամանակի, եթե անգամ մեռած էլ լինեմ, նա ինձ կկենդանացնի, եթե անգամ ուշացած էլ զգամ, նա իր փառքը ցույց կտա ինձ, ամեն, եկեք տանք նրան հարուստ ծափահարություն եւ օրհնության ձայներ, նա արժանի է, հալելույա, օ Հիսուս, շնորհակալ ենք քեզ, թող օրհնի մեզ Աստված, իսկապես օրհնված ենք, ամեն, քանից դեր այդ պատասխան ունեք այսօր, վստահ եմ այստեղից գնալուց այս խոսքը հետներս տանելու ենք, Աստված պատասխան է, նա է իմ պատասխանը, շնորհակալ եմ սիրելի Ֆիլիպ եղբայրս, շնորհակալություն, իսկապես օրհնված ենք, ավելի ջերմ ծափահարություն Աստծուն իր ծառաների համար, շնորհակալ ենք Դիանա քրոջս, որ նա ոչինչ չխոսեց, բայց իր հոգևոր սփորթը այստեղ է, իր ամուսնու կողքին լինելով եւ իսկապես օրհնված ենք։ Վստահ եմ, որ սա առաջի անգամ էր, բայց ոչ վերջին։ Եվ մենք ուրախ պիտի լինենք ձեր հոգևոր, հայրական եւ փորձառությամբ լցված կյանքից ինչ որ բան վերցնենք մեզ համար։ Օրհնյալ լինի Աստված, ամեն։ Ուրեմն սիրելիներս, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հիասքանչ հաղորդակցությունը բոլորիս հետ լինի, ամեն։